Ողջույն սիրելի դիտողներ, հայ գալիքի հարգելի բաժանորդներ, Սևանա լճի ափին է գտնվում։ Սևանի նշանակությունը բացառիկ է հայ ազգի ու Հայաստանի համար, հայկական պետության համար, եւ մենք պետք է գիտակցենք ու կարևորենք դա։ Սևանը պետք է պահպանվի իր էկոլոգիական նշանակությամբ եւ Սևանը պետք է ճիշտ կարողանանք զբոսաշրջության նպատակով որպես ազգային հարստություն մատուցել զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհին։ Սևան իր նշանակությամբ մեծ կարևորություն ունի որպես քաղցրահամ լիճ, աշխարհում մեծությամբ երկրորդն է ծովի մակերևույթից բարձր գտնվելով ամենամեծն է։ Սևանը մոտ 1800 մետր բարձրության վրա է գտնվում։ Այստեղ օդը շատ մաքուր է եւ դա շատ կարեւոր է։ Աշնան վերջի օրն է Սևանում ենք, Սևանի ափին։ Տեսեք, կարող եք վայելել այս աննկարագրելի գեղեցկությունը, տպավորությունները։ Սևանի ափամերձ տարածքները իհարկե պետք է զբոսաշրջության եւ հանգստի նպատակով օգտագործվեն, բայց պետք է ճիշտ ճարտարապետություն եւ լուծումներ տրվի հանգստյան տներին, տարբեր ժամանցային նպատակով կառույցներին եւ այն անճաշակ եւ անմիտ կառույցները, որ գոյություն ունեն, իհարկե պետք է չլինեն Սևանի ափին։ Սևանը բացառիկ գեղեցկություն ու նշանակություն ունեցող լիճ է եւ չի սազում, որ Սևանի ափին լինեն սազական չէ, ճիշտ չէ, Սևանի ափին լինեն մետաղական անհասկանալի տաղավարներ, անհասկանալի տնակներ, այդ ամենը պետք է ճիշտ լուծում տրվի սեփականատերերին հետ միասին, նրանց իրավունքները հարգելով իհարկե, բայց Սևանը դա ազգային նշանակության, պետական նշանակության իհարկե լիճ է եւ չի կարելի, որ ամեն մեկը ինչ որ պայմանագրեր է կնքել կամ վարձակալության է վերցրել, իր մտքով ինչ անցել է կառուցապատի կամ բերի մետաղյա ինչ որ անհասկանալի տնակներ կամ տաղավարներ ափամերձ տարածքներում տեղակայի։ Ես հիմա մայստրո Վարամ Թադևոսյանի հետ եմ, ում խնդրեցի մոտենա ափին եւ նա նույնպես իր խոսքը, իր ողջույնը փոխանցի իր երկրպագուներին, մեր հայրենակիցներին Սևանի բնապատկերի ներքո։ Մայստրո ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հիասքանչ։ Հայրենիքում եք գտնվում եւ բացառիկ հնարավորություն կա ձեր հետ միասին վայելելու մեր հայրենիքի ամենագեղեցիկ վայրերից, կարելի ասել ամենագեղեցիկ վայրում ենք, Սևանա լիճը դա անփոխարինելի եւ նմանը չունեցող արժեք է։ Սևանի բնապատկերի ներքո կուզեի ձեր ողջույնի խոսքը հղեիք երկրպագուներին, մեր ազգակիցներին, ոգու ամրություն ու զորություն մաղթեինք եւ Սևանի նշանակության վերաբերյալ բացատրեինք կարևորությունը ու որ չի կարելի ցանկացած ինչ որ մտքով անցնի կառուցապատում իրականացնել Սևանի ափին, բայց Սևանը պետք է աշխարհին ճիշտ մատուցվի մյուս կողմից էլ որպես բացառիկ արժեք ունեցող տեսարժան բնության հրաշք։ Խնդրեմ, մայստրո։ Սևանը դա մեր սրտում է, մեր գիտակցության մեջ, մեր ենթագիտակցության Սևանը մեծ սիմվոլ է, սկսած իր որակավորումներից, նա գտնվելով այսքան բարձր 1700
մոտ 1800 ծովի մակերութից այդքան բարձր լճերը շատ հազվագյուտ են Ընդ լինում, որում քաղցրահամ։ ընդ որում քաղցրահամ, որոնք պահպանվում են, ասենք դարերի ընթացքում կարողանում են պահպանվել եւ իմ խնդրանքն է, որ Սևանը միշտ մեր ժողովուրդը պահպանի իր աչքի լույսի պես, միշտ մաքուր պահի, որտեղ Սևանը ինքը Սևանի ջուրը նամանավանդ ինքը ձևավորվում է։ Եթե բարի մարդիկ են գալիս, ինքը այդ շունչը զգում է եւ ավելի է գեղեցկանում, ավելի է փայլ ունենում, հա։ Եվ գեղամալերները, որ նայում եմ, հրաշք են եւ գեղամալերներում կան շատ Սևանի տարածքի շատ գաղտնիքներ, կան քաղաքակրթություն, անգամ Սևանի տակ պահպանված են շատ հին բնակավայրեր, հնագիտական մի մեծ պատմություն եւ պատմության արժեք է ինքը Սևանը եւ Ավազանը։ Իմ ցանկությունն է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մենք նաև պայքարենք, որպեսզի Սևանը աստիճանաբար լցվի եւ գոնե մոտավորապես մոտենա այն բարձունքին, այնպես ինչպես ինքը եղել է։ Այդ 15 մետր հասկացողությունը շատ դառը հասկացողություն է, որ 15 մետրի չափ, եթե ոչ ավելի իջել է Սևանը, ցամաքել է։ Իմ ցանկությունն է պայքարել եւ չթողնել, որպեսզի Սևանը նվազի եւ Սևանից ոչ մի, ասենք, առվակ չհեռանա, այլ ընդհակառակը առվակները միշտ լցվեն մեր Սևանալիճը եւ մենք երբ որ գիտակցում ենք Սևանը շատանում է, Սևանը բարձրանում է, դա մեծ ազգային ուրախություն է, դա մեծ տոն է։ Եվ միշտ հիացքանչ են անցնում, շատ անգամ ունեմ հիշողություններ, նաև տեսահոլովակներ Սևանում, նաև ունեմ Կիլիկիա տեսահոլովակներ Սևանա լճի ափում, Սևանի ուրեմն թերակղզում, որը հիասքանչ հիշողություններ է փոխանցում եւ այդ տեսահոլովակները անգամ նայում են եւ վայելում են, այսպես ասեմ, արտերկրի ուկնդիրները եւ նաեւ հիանում են Սևանով, զարմանում, որ նման հրաշք, ուրեմն թագուհի լիճ ունենք։ Շնորհակալություն։ Բարի վայելք բոլորիդ եւ ցանկանում եմ կապ չունի Սևանը, դա ոչ միայն ինքը լողավազան է, այլ ինքը գեղատեսիլ է եւ ցանկանում եմ ուրեմն տարվա մեջ ինչպիսի եղանակ էլ որ լինի, ինչպիսի ամիս էլ որ լինի, ցանկանում եմ, որպեսզի հայ ժողովուրդը գա եւ վայելի Սևանի ավազանը եւ հմայիչ Սևանով հմայվի իր գեղեցիկ ջրով եւ թափանցիկ ջրով, որ նա ուղղակի ամբողջ քարերի գույնը եւ ֆորմաները երևում են ուրեմն ջրի տակից, որը շատ եզակի երևույթ է։ Շնորհակալություն մայստրո, ամենայն բարիք մաղթենք մեր ազգակիցներին, զորություն եւ հաղթանակներ։ Սիրելի դիտողներ, հարգարժան հայրենակիցներ, բաժանորդագրվեք Հայկալիքին, տարածեք այս տեսանյութը, զորավոր եւ հաղթական լինենք, ամենայն բարիք։